Բոլոր մատիտները նման են իրար, որոնք երբևէ տեսել են։ Դա կախված է դրանից, թե մենք ինչպես ենք նայում իրերին։ Մատիտի մեջ կա 5 որակներ, որոնք եթե ձեզ հաջողվի պահպանել, ապա դուք մշտապես խաղաղ ու ներդաշնակ կլինեք աշխարհի հետ։ Մենք կարող ենք մեծ գործեր կատարել, բայց երբեք չպետք է մոռանանք, որ կան ձեռքեր, որ որդում են մեր քայլերը։ Դրանք մեր ծնողներն են և մեր ուսուցիչները, ովքեր միշտ առաջնորդում են մեզ։ Ժամանակ առ ժամանակ մենք պետք է կանգ առնենք, սրիչն օգտագործենք։ Դա մի փոքր ցավ է պատճառում մատիտին, բայց արդյունքում այն ավելի սուր է դառնում։ Ուրեմն պետք է սովորենք դիմանալ ցավերին, որովհետև դրանք մեզ ավելի լավ մարդ կդարձնեն։ Մատիտը մեզ միշտ հնարավորություն է տալիս ռետին օգտագործելու, որպեսզի չնջենք այն ամենը, ինչ խարը։ Պետք է իմանանք, որ մեր կատարած գործերից որոշ բաներ ուղղելը վատ չէ։ Ընդհակառակը, կարևոր է մեզ արդարության ճանապարհը ճիշտ գալու համար։ Մատիտի մեջ կարևորը ոչ թե փայտն է արտաքին ձևը, այլ նրա միջի գրաքարը։ Հետևաբար, մշտապես պետք է զգոն լինենք, հետևենք, տեսնենք, թե ինչ է կատարվում մեր ներսում։ Մատիտը միշտ հետք է թողնում։ Իմանանք, որ նինքեր, ինչ որ մենք անում ենք կյանքում, հետքեր են թողնում։ Ուրեմն, աշխատենք ամեն գործ կատարելիս թողնել այդ հետքը։ Այդպես էլ հեքիաթները, դրանք միշտ են մեր կյանքում թողնում են իրենց հետքը։ Հեքիաթներում և մատիտներ կան և սրիչներ։ Հեքիաթները հունավոր մատիտների նման մեր կյանքը գունազարդում է։ Մենք հեքիաթներից սովորում ենք տեսնել, ընկալել, գնահատել գեղեցիկը, բարին, մարդկայինը։ Այժմ ձեր դատին ենք հանձնում Ոսկի քաղաքը հեքիաթը։ Շուկով ժամանակով Հնդկաստանի Բենարես քաղաքում տիրելիս է լինում Ուքանա թագավորը։ Օրերից մի օր մեռնում է նրա սիրելի կինը։ Դժբախտ թագավորը չի կարողանում մխիթարվի ոչ մի բանով։ Իրեն որսորդության է տալիս։ Մի անգամ էլ, երբ որսի է դուրս գալիս, անտառում մի գեղեցիկ փոքրիկ աղջիկ է գտնում։ Ուրախանում, աշխարհքով մեկ է լինում, առնում, տուն է բերում, անունը դնում Քանաքարը։ Դու կլինես իմ Քանաքարը։ Մեծանում է Քանաքարան, դառնում է թխուր թագավորի միակ մխիթարանքը։ Երբ հասնում է մխիթարան ժամանակը, թագավորը հրավիրում հավաքում է իր երկրի երիտասարդ արքայազններին ու իշխանազններին, որ նրանց միջից ընտրություն անի Քանաքարը։ Ուշադրություն, ուշադրություն, թագավորը հրավիրում է պարահանդեսի, բոլոր այն արքայազնները և իշխանազնները, ովքեր կցանկանան ամուսնանալ Քանաքարայի հետ, կարող է մասնակցել պարահանդեսին։ Շատ լավ աղջիկս, իմաստուն են երազները, ու մարաթոնին քորեչողության համար է խոսում։ Ես այդպես էլ կհայտնեմ հավաքված փեսացուներին, ինչպես ազդել են երազը, ու ինչպես խոսիրքները։ Նրանք աշխարհ տեսած մարդիկ են։ Անշուշտ, նրանց մեջ կգտնվեն այնպիսիները, որ իրենց կյանքում որը մեկ անգամ եղած կլինեն Ոսկի քաղաքում։ Ուշադրություն, ուշադրություն, թագավորը հրամանով Քանաքարայի ձեռքը կարող է խնդրել միայն այն երիտասարդը, որը եղել է Ոսկի քաղաքում։ Այդպես էլ հայտնում է թագավորը վակված արքայազնները
Ոսկի քաղաքում մեկ այդպիսի բան չեք տեսել, ոչ էլ լսել եք, ուր մնաց գնացած լինենք։ Զարմանքից ուսերը վեր են քաշում և ցրվում են իրան ջերկերներով։ Բենարեսում մի երիտասարդ է լինում, Դիվանա անունով։ Մի շռայլ զվարճասեր երիտասարդ է լինում Դիվանան։ Իր կարողությունը խնջույքներում ու քեֆերում վատնած, դատարկ, ձանձրացած կյանքից ու աշխարհքից։ Հենց որ թագավորի աղջկա որոշումը լսում է, մտածում է. Այ քեզ լավ դեպք, աշխարհը մի քիչ էլ զվարճանալու բան կա, և կհարստանաս, և գեղեցիկ կին կունենաս, և ինչպես ոչ ոքի մտքով չի անցել, որ գնասի տեսել է ոսկի քաղաքը ու ամուսնանա հետը։ Վեր է գնում ու քանա թագավորի պալատը։ Հայտնեցեք չկնախքանաքարին, որ ես երիտասարդ Դիվանաս եղել եմ ոսկի քաղաքում։ Ներս համեցեք, ձեզ ուղեկցենք քանաքարայի մոտ։ Ամբողջ պալատը թնդում էր ցնծությունից, վերջապես եկավ սպասված հերոսը։ Շատ ուրախ եմ երիտասարդ, որ եղել եք ոսկի քաղաքում։ Խնդրում եմ պատմի, ինչ բան է ոսկի քաղաքը։ Ոսկի քաղաքը, էլ մի ասա տիրուհի, թե ինչ զարմանալի բան է այդ ոսկի քաղաքը, որ ես ընկան մեջ եմ։ Արևտրական գործերով անցնում է աշխարհքից աշխարհ, հազարը մի աշխարհ ընկա, հազարը մի քաղաք տեսա, հազարը մի հրաշալիքներով լիքը։ Մի անգամ էլ մի աշխարհքում, որի անունը լեզվից ծերին է և հիմիկ ասեմ որտեղ որ է, տեսնեմ հերվում մի ահագին տարածություն վարվում է արևի տակ ինչպես մի հսկայական հրդեհ։ Էս ինչ հրաշք է, ոսկի քաղաքն է, ճշմարիտ որ ոսկի քաղաք, մոտենում եմ, ինչ տեսնեմ, տները ոսկի, ծառերը ոսկի, փողոցները ոսկի, մարդիկ են ոչ աշխատում են, ոչ չարչարվում են, նստած ուտում խմում են։ Դուրս այլ մոտը տախոսի։ Եվ պալատը նորից ընկղվում է տխրության մեջ։ Բայց այն օրվանից, ինչ երիտասարդ Դիվանան տեսնում է գեղեցիկ քանաքարային, սիրահարվում, փոխվում, դառնում է բոլորովին ուրիշ մարդ։ Քունը փախչում է նրա աչքերից։ Գիշեր-ցերեկներին այն է մտածում, որ գնա, գտնի ոսկի քաղաքը, ուր ուզում է լինի, ու գա պատմի քանաքարային։ Թողնում է տուն ու տեղ, հերնում է, գլուխը փեշն է դնում, գնում է, ամենտեղ պատահողի հարցը փորձանում։ Տեսել ես ոսկի քաղաքը։ Ոչ, չեմ լսել, ուր թե տեսնել։ Ոչ ոք չի լսել ոսկի քաղաքի անունը, ուր մնաց թե տեղ ասել։ Մի օր էլ Դիվանան հոգնած տխուր անց է կենում մի խոր անտառով։ Տեսնում է մի ծառի վրա նստած մի մեծ աղջիկ։ Նետ ու աղեղ պատրաստում է որ զարկի, մի ներակտիվ լեզու է առնում և ասում. Ինչու ես ինձ սպանում, ով բարի մարդ, առանց հետ էլ վիրավորված եմ ես, ոսկանի նետը մտել է թևիս տակը, անտանելի ցավ է տալի ու արյունաքամ է անում ինձ, եթե գթաս նետը հանես ու առողջացնես ինձ, ես քեզ էլ լավությունը կանեմ, ինչը որ միայն արծիվը կարող է անել։ Զարմանում է երիտասարդը, թե ինչպես է անդեզու հավքը խոսում վարկայի լեզվով։ Ապա ուշաբերվելով մոտ է գնում, զգուշորեն ծառեցը վերևելու մարզվին, նետը հանում է թևի տակից, տանում ատարում մի խրճիթ ու սկսում բժշկել։ Առողջանում է արծիվը ու կյանային։ Ես խոսք տվի, թե քեզ էլ լավությունը կանեմ, ինչը որ միայն արծիվը կարող է անել։ Խոսք եմ տվել և խոսքս խոսք է, պետք է կատարեմ, ինչ է սիրտը տուզի, լեզու տասի, ասա տեսնեմ ինչ ես ու։ Նստում է երիտասարդը, պատմում իր պատմությունը ու խնդրում, որ արծիվն իրեն տալի ոսկի քաղաք։ Տանից ոսկի քաղաք։ Դժվար բան ուզեցի, բայց արծիվը համար չի դժվարը։ Դու միջավայր կացի մեջքին, դեր ջրակները չվարած քեզ վեր կբերեն ոսկի քաղաքում։ Ասում է արծիվն ու վեր թռչնում է երիտասարդին, բաց հանում ռիսկայական թևերը, բարձրանում մինչև ամպերը, սլանում հեռում մինչև արևլույս։ Երկրից արագությունից գրեթե շրջապատառ ունի։ Ինչ գնում է Դիվանը։ Մի ներքևը ուշքի գալիս, երբ արծիվը ծղոտում է։ Սա է ոսկի քաղաքը։ Աչքը բաց է անում Դիվանան, առջևը կանաչ այգիների մեջ տաղված տարածվում է մի քաղաք։ Կապույտ գետը ոլորվելով անցնում է նրա միջից, հեռվից շատ ծանոթ քաղաքների նման մի քաղաք և այն էլ փոքրիկ քաղաք։ Առաջ է գնում 4 կողմը վարելից այգիներ, զմրուխտ կանաչ, հազարագույն ծաղիկներ, օդը լիքտ է թարմությունով ու բուրմունքով, թռչուններ
Ջրի ծրվելոցով ու ջրերի կարկաչով։ Եվ նրանց են միախառնվելով հնչում են մարգերում ու այգիներում աշխատողների երգերը։ Ախ, ինչ լավն է աշխարհքն ազատ, այս կյանքի համար, ամենքի համար, ինչքան լիքն է, ինչքան առատ, այս կյանքի համար, ամենքի համար։ Ախ, ինչ լավն է աշխատանքը լիք, առող ձեռքով, խաղան խոքով, ինչ անուշ է հոսում կյանքը լիք, ծաղկով երգով։ Ինչքան լեն է աշխարհքն ազատ, այս կյանքի համար, ամենքի համար, ինչ թեթև է անցնում կյանքը, լիքը սիրով, ուրախ երգով։ Երջանիկ մարդիկ, ասաց է գաղաչում եմ, ով երջանիկ մարդիկ, ինչ ես քաղաքի անունը։ Ոսկի քաղաքն է Սաբարի օտարական։ Իսկ դուք ծառաներ եք, որ բանում եք ձեր տերերի այգիներում, թե։ Մենք տեղում ծառա չգիտենք։ Իսկ ես ով է կառավարում։ Գոհար Թագուհին։ Շատ զորեղ Թագուհի է երևի։ Այո, նա գիտի երջանկացնելու գաղտնիքը։ Արդյոք կարելի է նրան տեսնել։ Նրա դուռը բաց է ամենքի առջև, իսկ օտարականներին միշտ նրա մոտ է տանում և քեզ էլ կհրավիրեն անշուշտ։ Ճշմարիտ, որ ներս է մտնում քաղաքը թե չէ, դիմանեն խցրում է գոհարթագու ապարանքը։ Ապարանքում նրանք երագրում են, ազուրվելուց և հանգստանալուց հետո նրան պետք է հրավիրեին Թագուհուն մոտ։ Բայց մինչ այդ Թագուհին ուրիշ վրեր ունենում։ Ես ծանոթ չէ այս նկարը։ Ոչ, այս նկարը մեզ ծանոթ չէ։ Ոչ, անծանոթ է։ Ինչպես ստացիք մեր քաղաքում։ Շատ լավ, ուղղակի հիանալի քաղաք է։ Մենք եկել ենք Իտալիայից։ Այնտեղ շատ տարբեր սովորություններ կային, բայց այդ երկրի հանդարտությունը, խաղաղությունը, ընդունելությունը հիացրեց մեզ։ Ես զգացի, որ մի փոքր տխեցիք։ Ձեզ համար մի փոքր անակնկալ։ Թագուհի էլի հյուր ունենք, Ներս հրավիրիր։ Ես ինչն է վերել մեր աշխարհ, երիտասարդ օտարական, միշտ է քեզ հալածում, նպատն է առաջնորդում, և ինչով կարող ենք մենք օգտակար լինել քեզ։ Թագուհու ազնվությունից և հարցուքից ոգևորված, դիվանն սրտաբաց մի պատմում է, թե ով է ինքը, ինչ է եկել իր գլուխը և ինչպես է հասել ոսկե քաղաքը։ Միշտ լավ է, երբ մարդիկ թողում են իրենց վատ սովորություններն ու կրքերը, լցվում են բարձր կարոտով, ձգտում են, գնում են հասնելու մի բարի նպատակի։ Թե կհասնեն, լավ,
թե չեն հասնի, դարձյալ միշտ լավ է ու լավ, որովհետև կյանքը ոչ այլ ինչ է, եթե մրցուկտում ու աշխատանք։ Իսկ երջանկությունը, Աշխատել լավ ճանապարհի վրա եւ գոհ լինել իր ունեցածով։ դա երջանկությունը։ Ուրիշ ոչինչ։ Իսկ ես կարծում եմ, ձեր քաղաքը լիքնավոսկով եւ նրանից է, որ գոհ ու երջանիկ են ձեր մարդիկ։ Ոսկի, հա, ոսկին մետաղ է, որ հողից է դուրս գալիս։ Երջանկությունը զգացմունք է, որ սրտից է բխում։ Ինչ կապ կա նրանց մեջ։ Իսկ ես կարծում եմ, դուք ահռելի բանակ ունեք եւ զենքի ուժով եք պահպանում ձեր երկրի կարգն ու խաղաղությունը։ Օ, երբեք։ Ահն ու սպառնալիքը եւ խաղաղությունը իրար չեն տեսել եւ միասին չեն ապրում։ Իսկ ես կարծում եմ, դուք հազարավոր ոսկի գմբեթ տաճարներ ունեք։ Նրանց մեջ անդադարողություն են ձեր հոգեվոր հայրերը եւ Աստծո աչքը քաղցր են պահում ձեր վրա։ Սքանչելի երկիր։ Ահ, հիշեցի իմ հայրենի երկիրն ու մեր տունը։ Ապա հետանում է կախարդագուհին, ման է ածում դիվանային իր ապարանքի սրահներում։ Սրահներից մեկում դիվանը տեսնում է պատից կախած մի աղջկա պատկեր։ Վա, ինչքան նման է։ Ում նման։ Նրա, Ով է նա։ քանաքարան, իմ քանաքարան։ Բայց ով է քանաքարան։ Քանաքարան, թագուհի, հենց այն աղջիկն է, որի մասին ձեզ պատմեցի։ Նրա համար եմ ես հեռացել իմ հայրենի երկրից։ Ընկել աշխարհից աշխարհ, ու ասվի թևով հասնել ոսկի քաղաքը, եւ կրկին պիտի վերադառնամ նրա մոտ։ Ինչու ես վերադառնում ազնիվ դիվանա։ Նա մեզ մոտ, ապրի մեզ հետ։ Միթե ավելի փառթամ չէ ոսկի քաղաքը։ Միթե գեղեցիկ չեն այս ապարանքները։ Միթե հրաշալի չեն այս կախարդական այգիները։ Ոչ, թագուհի, չեմ կարող։ Միթե գեղեցիկ չեմ ես։ Ոչ, չի լինելու, ոչ չի լինելու։ Այս ժամանակ թագուհին պատվիրում է, նա է պատրաստում։ Եվ ճանապարհ է դնում դիվանային դեպի հայրենի երկիրը, դեպի քանաքարան։ Ճանապարհի սաստիկ ալեկոծություն է բերկենում։ Նա մտածում է մի կանաչ կղզի, լիքնամի բարիքով ու ամեն գեղեցկությամբ։ Ակնացի դիվանը։ Մի վախենա դիվանա ու մի զարմանա, ինձ ուղարկել է գոհար թագուհին։ Նրա աղջիկն է քանաքարան եւ նա ուզում է փորձել քեզ։ Եդարձել քեզ փորձելու համար ինձ առաջարկվեց այս փորձությունն ու վայրությունը, որը լավ երևույթ է լինելու։ Այո, մանուկ հասակում չարտեպը հափշտակեց ու տարավ նրան։ Այն օրվանից ամեն երբ որ ինձ մոտ է լինում։ Հարց ու փորձ է անում, բայց ոչ ոք չէր իմանում, թե ուր է ընկել նա։ Եվ հայ եկար դու, նրա սիրով ոգևորված, ու կրկին վերադառնում ես նրա մոտ։ Քո սերը փորձելու համար էր, որ ես արի այն ամեն առաջարկներն իմ քաղաքում։ Հիմա ես հավատում եմ քեզ, հավատում եմ քո սերին։ Դու հիմա կերջակացնես եւ իմ քանաքարային, եւ ամեն մարդու։ Դու հիմա գիտես երջանկության գաղտնիքը։ Տարես երիտասարդին։ Գոհ աշխարհից, գոհ իր կյանքից, սիմոն հարկից, զմրուխ թևին, երջանկության հերիքից գնում է նա գնում գնում է նա վերածնված, մաքուր սիրով, բարի սրտով, դեպի երկիրն իր նախահաց, սավերի տուն, արցունքի ծով։ Տանում է նա ուժը ոգու, անհեղ ծերը, անհեղ բարի, երջանկություն ամեն մարդու, խաղաղություն ողջ աշխարհին։ Գոհ աշխարհից, գոհ իր կյանքից,
հրապարանքը։ Հայտնեցեք գեղեցիկ քանակարը, որ ես երիտասարդ Իվանս գալիս եմ ոսկի քաղաքից։ Ներս համեցին։ Մի քիչ է ճանաչում սրանք, որ ներսեք թողան նորից, մի թայսերի կան չսա, որ մի անգամ գործեց խամփերից։ Հիմա հանդգնում եմ, ուզում են խաղ, դուրս սարեք իսկույն։ Սպասի չքնաղ քանակարը, իրավի ես նայի, բայց էլ նա չեմ, ես այժմ ոսկի քաղաքից եմ գալիս, քո գախարդվոր, գոհարդագու ապարանքից է վերադառնում։ Քո մանկության նջարանում եմ եղել, ուր դեռ գախ է արած քո սիրուն պատկերը։ Ես այժմ գիտեմ, ինչ բան է ոսկի քաղաքը, ինչ է ոսկին և ինչ է երջանկությունը։ Ես այժմ գիտեմ երջանկության գաղտնիքը։ Ես համաձայն Քանը թագավորն էլ շնչի է գալիս, ողնորը գիշեր կատարում են նրանց հարսանիքը, ամենքն ուրախանում են Յուլիանում։
այս անգամ խնդիրներ ասողի ու լսողի համար չէին, այլ մեկը հավատի ու քաջության համար, երկրորդը հուսով և առաքինության համար, իսկ երրորդը սիրո և ուժի համար։ Սիրելի աշակերտներ, շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ օրը, այսինքն տարեկան դպրոցի ավարտը։ Դուք սկիզբը սկսեցիք մատիտով, այն ինչ եմ ցանկանում ձեզ։ Ես ցանկանում եմ, որ յուրաքանչյուրի մոտ լինի այնպիսի մատիտ, որ ունենա վետին սխալները ջնջելու, որ ունենա միայն այն գույները, որը որ մենք ցանկանանք, որը որ կուզենք։ Չլինի այնտեղ գույներ, ներված գույներ, լինի միայն կապույտ, կարմիր, դեղի, բաց գույներ։ Ձեր հետագա արդեն իսկ այն ճանապարհը, որը որ դուք պետք է անցնեք, լինի սահմոն, ինչպես մատիտը քանոնով գիտեցվեք։ Ես հիացած եմ ձեզանով, հիացած եմ ձեր դասվարով, որովհետև ընկեր Մուրադյանը ձեզ պատրաստի գեղեցիկ դասարան
այսպես առաջինից 4 դասանկը դասյակել թե խոսքով, թե վարքով, թե պահվածքով, թե յուրաքանչյուր ամեն ինչը ձեզ մոտ գծված է եկել Մուրադյան։ Շնորհակալություն եմ հայտնում ևս մեկ սերունդ դեպի միջին դպրոց ճանապարհելու։ Հիանալի դասվար, հիանալի դասարան։ Ես հուսով եմ, որ դուք նաև միջին դպրոցում այսպես կփայլեք եւ ձեր ընկեր Մուրադյանի ոչ մի անգամ չեք նեղացնի։ Շնորհավորում եմ բոլորիդ, շնորհավորում եմ ձեզ ակտիվ եւ ամեն անգամ չեմ զլանում ասել շնորհակալություն, որ դուք դպրոցի կողքին եք, որովհետև այս գեղեցկությունը, որի հիմա ձեր տարիքներն են, առանց ձեր օգնության մենք չէինք կարող ապահովել։ Շատ շնորհակալություն, ապրես։ Այսքան սիրուն միջոցառումը տեսնելով, այսքան գեղեցիկ դահլիճում լինելով, ուղղակի շնորհակալություն չասել մեր ծնողական խմբի կողմից, պարզապես չէի կարող։ Կուզենամ մեր երեխեքի ոսկի քաղաքով էլ խոսքս կազմեմ։ Շնորհակալություն Տիկին Մուրադյան, փաստորեն ոսկի քաղաքի իսկապես լիարժեք քաղաքացիների կշտել։ Շնորհակալություն թե ձեզ, թե մեզ համար հարազատ տուն դարձած մեր դպրոցին։ Շնորհակալություն բոլորին։